Նախ ամենից առաջ նոր որ խոսում ենք այդքան այդ անորոշությունը, մենք չգիտենք թե դա ըստ էության ինչ է։ Ամենակարևորը սա է։ Երկրորդ եւ ոչ պակաս կարևոր Բաքվի եւ Անկարայի նվաճողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ալիևը նորից ճպտում է իր այդ քծնողական հայացքով նայում է եւ այլ, այն գոռոզ Ալիևը, որը տեսնում եք յուրայինների հետ կամ Բաքվում ինչ ձևի ինտերվյուներ տալիս, հենց լրագրողների հետ բան, Թրամփի հետ այնպես էր ճպտում եւ այնպես էր մատով ցույց տալիս, ահա Փաշինյանը սենց կարծես հենց րոպե առաջ փորձում էր Թրամփին ինչ որ դրական, ես քեզ հնազանդ, ես քո ծառան, ես քո լավ ընկերը, փոքր եղբայրդ եւ այլ։ Այս ամեն ինչով հանդերձ մարդիկ ունեն մեր նկատմամբ ծրագրեր եւ այդ ծրագրերը ոչ մեկ չի վերացրել։ Այն կողմից Էրդողանը իրականացնում է իր նեո-օսմանիզմի քաղաքականությունը, այս կողմից էլ Ալիևը փորձում է վերջնականապես մեր խնդիրը լուծել, որովհետեւ ես բազմիցս եմ սա ասել, Ալիևն ինքն է խնդիրներ ունի։ Դա այդ խնդիրները կլուծեր, եթե չհայտնվեր Վաշինգտոնը, թե այդպես չէ։ Գիտեք, ինձ թվում է մի քիչ ստիպեցին Ալիևին Թրամփի այդ PR ակցիայի շրջանակներում եւ այն բանի ազդեցության տակ, որ Ռուսաստանի Դաշնության ի վերջո դուրս մղեն հարավային Կովկասից, այս ամեն ինչի ազդեցության տակ կարծես թե մի քիչ մեր օգտին եղավ, որ ամեն դեպքում Ալիևի ագրեսիվ գոնե շարժը եւ հռետորաբանությունը սահմանափակվեց։ Ճիշտ է, ինքը ասում է Զանգեզուրի միջանցք, բայց նկատել եք օգոստոսի 8-ից հետո Արևմտյան Ադրբեջանի մասին գոնե խոսույթ ես չեմ լսել։